Գիրք նվիրելու օրը առանցքային նշանակություն ունի մեր հասարակության համար, քանի որ այն կարևոր դերակատարություն է ստանձնում արժեքների փոխանցման եւ դրանց վերաբերյալ ոչ միայն խոսելու, այլ դրանց արմատավորմանը նպաստելու դիտանկյունից։ Մի քանի ամիս առաջ մենք Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ձևավորել էինք շատ հետաքրքիր ու կարևոր գրադարանային մի անկյուն, որն ամբողջությամբ համալրվել էր հենց մեր աշխատակազմի ներկայացուցիչների կողմից նվիրաբերված գրքերով։ Եվ այսօր ևս այս խորհրդանշական օրը ես եւ աշխատակազմի ներկայացուցիչները որոշել ենք համալրել մեր գրադարանը։ Ես ինքս գրադարանի համար այսօր բերել եմ Հովհաննես Թումանյանի ինքնակենսագրական նոթերի ընտրանին, որը կոչվում է «Անկեղծ չենք»։ Կարծում եմ, սա շատ կարևոր նշանակություն ունեցող մի գիրք է, ոչ միայն գրականության դիտանկյունից, այլ նաև մարդու իրավունքների, որովհետև Թումանյանը հայտնի է բազմաթիվ ստեղծագործություններով, որտեղ ներկայացված թեմաները կարելի է դիտարկել հենց մարդու իրավունքների համատեքստում։ Ցանկանում եմ գրադարանը հարստացնել Էրիխ Մարի Արեմարկի «Երեք ընկերը» վեպով։ Վեպը ոչ միայն ընկերության և սիրո մասին է, այլ նաև մարդկային արժանապատվության, հարգանքի, ներդաշնակության և դժվար ժամանակներում մարդ մնալու կարևորության մասին։ Կարծում եմ գիրքը խորհրդանշական է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար, քանի որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում աշխատակիցները կարևորում են մարդու արժանապատվության հարգումը և պաշտպանությունը։ Ես ընտրել եմ Էլիֆ Շաֆակի «Եվայի երեք դուստրերը» վեպը։ Վեպում նկարագրված են 3 տարբեր կրոնական համոզմունքներ ունեցող կանանց պատմությունները, եւ վեպի գլխավոր նպատակն է այն, որ անկախ կրոնական տարբերություններից եւ առանձնահատկություններից յուրաքանչյուր ոք ունի հավասար արժանապատվության եւ ազատության իրավունք, ինչն էլ մարդու իրավունքների պաշտպանության մեջ կարևորագույն գործոններից մեկն է։ Գրադարանը ցանկանում եմ համալրել Ագաթա Քրիստիի գրքով, որը զարգացնում է քննադատական մտածողությունը և վերլուծական հմտությունները, որոնք շատ կարևոր են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գրադարանին ցանկանում եմ նվիրել Մարկ Լևիի «Իսկ եթե դա ճիշտ էր» վեպը։ Այն սովորեցնում է, թե ինչպես կայացնել ճիշտ որոշումներ և ընտրություններ, չէ՞ որ հենց այդ որոշումների հիմքում է ընկած մարդու ճակատագիրը։